Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Խնդրին առջվել ենք շատ վաղ տարիքում, 3 ամսեկանում, երբ երեխային փորձեցինք արհեստական կաթով կերակրել, բայց օրգանիզմը միանգամից ցույց տվեց, որ ունենք խնդիր եւ բժշկի ցուցումով վերադարձանք բնական կաթի, մայրական կաթի կերակրմանը։ Եվ լակտոզա անտանելությունը կյանքին վտանգ չի սպառնում, դա դեռ չի նշանակում, որ պետք է ինքնահոսի մատնել եւ հետեւողական չլինել։ Կարևոր է անպայման հետևողական լինել եւ զբաղվել մինչեւ վերջ։ Կարծում եմ չարժի շփոթել սննդային ալերգիան եւ սննդային անտանելությունները, ինչպիսին են լակտոզայի կամ գլյուտենի անտանելությունը, որովհետեւ իրանք տարբեր բաներ են եւ տարբեր տեսակի ախտորոշումներ եւ հետագա տարբեր ընթացքներ են իրենցից ենթադրում։ Ինքնաախտորոշումը ցանկացած հիվանդության դեպքում կարծում շատ սխալ է, որովհետև կարող ենք շփոթել հիվանդությունը այլ հիվանդության հետ, հատկապես սննդային անտանելության դեպքում ինքնաախտորոշումը պետք է բացառենք։ Վերջին տարիներին ծնողների զրույցներում ավելի հաճախ են հնչում լակտոզի եւ գլյուտենի թեմաները։ Շատ ծնողներ գոնե մեկ անգամ մտածել են, գուցե երեխայիս անհանգստության պատճառը այդ բաղադրիչներից մեկն է։ Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, մեր ենթադրությունները հաճախ առաջ են անցնում փաստերից։ Դրան նպաստում է եւ այն, որ սննդային անտանելության թեման այսօր շատ նորաձև է։ Սահմանափակումները տարածվում են արագ, իսկ պարզաբանումները ոչ միշտ։ Ծնողական ժողովում խոսում ենք լակտոզի եւ գլյուտենի անտանելիության մասին։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ, հարգելի ծնողներ, ուրախ եմ ձեզ տեսնել ծնողական ժողովում։ Որպես սկիզբ, ուզում եմ հասկանալ, թե երբ, ինչպես, ինչ պայմաններում ձեր կյանքում ի հայտ է եկել սննդային անտանելիությունների թեման։ Սիրարփի, ձեզ հետ սկսենք։ Բալիկս 1 տարեկան 5 ամսական էր, երբ որոշեցի սկսել տալ կովի սովորական կաթ եւ առաջին կերակրումից հետո սկսեց փորլուծություն եւ եղնջացան։ Տեղափոխեցինք հիվանդանոց, ախտորոշեցին, որ ունենք եղնջացան եւ փաստորեն սննդային անտանելիություն, այս դեպքում կովի կաթի հետ կապված։ Դրանից հետո արդեն փոքր քանակություններով սկսեցի երեխային կրկին կերակրել կովի կաթով եւ առհասարակ կաթնամթերքով ու հիմա կարծես թե այդ խնդիրը լուծվել է եւ հանգիստ կերակրում եմ։ Շնորհակալ եմ Նազիկ ձեր պատմությանն անդրադառնանք։ Մեր պատմությունը սկսվեց իմ առաջնեկով, արդեն 1 տարեկանում սկսել էր սննդային խանգարումներ, այսպես ասեմ, մինչև 1-9 տարեկան մենք տանջվեցինք, մտածելով գուցե այս խնդիրն է, գուցե այն խնդիրն է, վերջում պարզվեց, որ իմ երեխայի մոտ կա ցելիակիա եւ այն իրենց ենթադրում է, որ մարդը պետք է ամբողջ կյանքում սնվի դիետիկ ագլյուտենային սննդակարգով, այսինքն պետք է բացառենք գլյուտենը, գլյուտենի հետքերը եւ այդպես պետք է ապրենք ամբողջ կյանքում, ինչպես արտահայտվեց երեխայիս մոտ քաշի կանքը չէր աճում, բացարձակ ախորժակ չուներ, բազմաթիվ վիտամինների դեֆիցիտ կար երեխայի մոտ եւ արդեն շատ վատ էր մինչեւ ախտորոշումը, բայց երբ սկսեցինք արդեն դիետիկ սննդակարգը պահել, փառք Աստծո երեխայի մոտ սկսեց կարգավորվել։ Շնորհակալ եմ Գայանե, ինչն է ձեզ ստիպել մտածել, որ երեխան այս կամ այն սննդատեսակի կամ բաղադրիչի նկատմամբ ունի անտանելիություն, ալերգիա կամ որևէ խնդիր։ Մեզ մոտ շատ վաղ հասակում ի հայտ եկան, որ չի կարողանում օրգանիզմը ընդունել արհեստական կաթը, վերադառնալով մայրական կաթին, որոշ ժամանակ չէինք հասկանում ինչն է պատճառը։ Մոտ մինչև 1.5-2 տարեկան ունենում էինք խնդիրներ, բարբերաբար դիմում էինք բժշկի, որովհետև խնդիրը ասում էր մինչև շնչահեղձության, եւ մեզ խորհուրդ տվեց բժիշկը հանձնել անալիզներ, որի արդյունքում կարող է պարզաբանել, թե ինչն է կոնկրետ պատճառը։ Արդյունքը ակնհայտ էր, որ խնդիրը կաթի սպիտակուցի մեջ է ու պետք է բացառել ոչ միայն կաթնամթերք, այսինքն կաթ, թթվասեր, կարագ, այլև բոլոր տեսակի սննդամթերքները, որոնք իրենց մեջ պարունակում են նույնիսկ շատ փոքր քանակությամբ կաթի սպիտակուց։
Գևոր կանդրադառնանք ձեր պատմությանը։ Սիրով, մենք էլ բավականին վաղ հասակում ենք բացահայտել, դեռևս 8 ամս է կաներ աղջիկս, երբ որ հասկացանք դրա մասին, ցավոք շատ ոնց որ կտրուկ եղավ այդ մեր իմանալը, բացառապես մինչև դա կրծքի կաթով էր սնվել, առաջին անգամ փորձեցինք կաթնախառնուրդ տալ եւ շատ սուր ռեակցիա տվեց, ինչի արդյունքում հայտնվեցինք հենց անմիջապես հիվանդանոցում եւ շնչառական խնդիրներ եւ մաշկի վրա արտահայտված արդեն, որից հետո պարզվեց, որ ունի ալերգիա կովի կաթի սպիտակուցից։ Թերևս պատմությունները ցույց են տալիս, որ դրսևորումները կարող են լինել շատ սուր, կարող են լինել նաև մի քիչ քողարկված, այսինքն այնպիսի երևույթներ նկատենք երեխայի մոտ, որ միանգամից գլխի չընկնենք, որ սա հենց որևէ սննդատեսակի նկատմամբ անտանելիություն է։ Մի ուրիշ երևույթ էլ կա, որ մի փոքր շփոթեցնում է ալերգիան եւ անտանելիությունը իրարից չտարբերելը, որը մասնագիտական գիտելիք չունենալով եւ որևէ հիմքեր չունենալով անհնար է տարբերակել իրարից։ Արդյոք ձեզ համար նույնպես անհասկանալի է եղել ու երկընտրանք եք ունեցել ընկալել, ընդունել դա որպես ալերգիա, թե որպես անտանելիություն։ Երբ երեխայի մոտ ցանկացած խնդիր ինչ հայտնվում է, ես շատ արագ դիմում եմ բժշկի, ինձ միշտ ասում են, որ պետք չի միանգամից դիմել բժշկի, հասկանանք ինչից է, բայց հենց այդ ինքնաախտորոշում ասվածը իմ մոտ բացակայում է, որովհետև շատ վախենում եմ, հատկապես երբ որ դա վերաբերվում է երեխայի կյանքին, օրինակ մեր մոտ սկսեց փորլուծության տեսքով, որը կարող է լինել եւ մրսածությունից եւ սննդի այլ տեսակից, բայց քանի որ դրանից հետո հենց նույն օրը առաջացավ եղնջացան ասվածը, անհապաղ շտապ օգնությունով նույնիսկ հասցրել եմ հիվանդանոց բալիկին ու փառք Աստծո ամեն ինչ շատ բարեհաջող ավարտվեց։ Մեր դեպքում էլ համարյա թե նման են, փորլուծություն ա ունեցել բալիկը, որի հետևանքով նաև այլ խնդիրներ են առաջացել։ Մեր դեպքում պարզվում է նաև այն, որ իմ երեխան հրաժարվելով հավելյալ սնունդից միայն հաց էր սիրում ուտել, որը պարզվեց, որ բացարձակ չէր կարելի եւ հետագայում երբ որ իմացանք, որ պետք է բացառենք միանգամից կտրուկ, այդ զգացողությունը, որ ոնց ինչպես կարող է երեխան հաց չուտել, լավաշ չուտել, հացային, չգիտեմ, հատիկավորներ, դա խառնաշփոթ է ստեղծում եւ նաեւ կողմնակի հասարակության տան անդամների, մեր տատիկ-պապիկների այդ սովորությունները, ոնց կարող է երեխան հաց չուտել, ոնց կարող է հացը վնաս լինել երեխային, առանց հացի այդ երեխան չի կշտանա, սա շատ մեծ խառնաշփոթի մեջ է գցում ծնողին եւ այդ ժամանակ հենց պետք է անպայման բժշկի հետ համագործակցելով պահել այդ ամեն ինչը, այլ ոչ կողքիներին, թեկուզ տան անդամներն են նրանք, բայց կապ չունի բժշկի հետ համագործակցելով պետք է կարողանանք սկիզբը ճիշտ տանել, ճիշտ ուղու վրա սկսել այդ։ Միջազգային խոշորագույն ուսումնասիրություններից մեկի համար իրականացված հարցումների ընթացքում, երբ ծնողներին հարցրել են, արդյոք ձեր երեխան ունի սննդային անտանելիություն, 30%-ը պատասխանել է այո, երեխան ունի սննդային անտանելիություն։ Բայց երբ հարցրել են, ինչպես է հաստատվել ախտորոշումը, պարզվել է, որ մեծ մասն իրականում չի անցել բոլոր այն ստուգումները, որոնք կարող են հաստատել կամ հերքել սննդային անտանելիության առկայությունը։ Լսելով սա, որոշեցինք նույնաբովանդակ հարցախույս կազմակերպել։ Ահա եւ արդյունքը։ Լակտոզի եւ գլյուտենի անտանելիությունը համարվում են ալերգիայի տեսակ։ Չեմ կարծում։ Կարծում եմ երևի դա ավելի մարսողական խնդիր կարող է լինի, մեկի մոտ շատ քիչ։ Այո, համարվում են։ Ինչու ձեր կարծիքով։ Որովհետև օրգանիզմի կողմից պարզապես չեն ընդունում։ Այո, գլյուտենի անտանելիությունը հաստատ ալերգիայի տեսակ է, լակտոզինն էլ։ Կաթնամթերքից ու գլյուտենից ալերգիա։ Ոչ, ալերգիայի տեսակ չի համարվում, այն մարսողական խնդիրներ են, որոնք ի ծնե են։ Այո, համարվում են։ Ոչ, լակտոզ եւ գլյուտեն անտանելիությունները չեն համարվում ալերգիաներ։ Լակտոզան կաթի մեջ պարունակվող ածխաջուրն է, պարզ լեզվով ասած շաքարը, որը որ անցնելով աղիքների լուսանցք չի ճեղքվում նրա հաշվին, որ անբավարար է կամ բացակայում է լակտազան իրեն ճեղքող ֆերմենտը, հետևաբար առաջացնում է մի շարք գանգատներ։ Գլյուտեն անտանելիությունը եւս չի համարվում ալերգիա։ Գլյուտենը դա սպիտակուցային կոմպլեքս է, որը պարունակվում է ցորենի տարեկանի գարու մեջ եւ դրանցից պատրաստված սնունդներում։ Գանգատները առաջանում են գլյուտեն ընդունելուց հետո, հիմնականում մի քանի ժամվա ընթացքում։
Ալերգիաների դեպքում, երբ որ ալերգենը մտնում է օրգանիզմ, արդեն համապատասխանաբար ակտիվանում է իմունային համակարգը եւ արտազատելով մի շարք նյութեր առաջանում է ալերգիկ ռեակցիա։ Կարևոր է չշփոթել սննդային անտանելիությունը եւ ալերգիան, հաշվի առնելով իրենց առաջացման մեխանիզմը, ախտորոշումը, բուժումը եւ հետագա վարումը։ Ալերգիաների դեպքում որոշ պարագաներում ալերգենի կրկնակի ներմուծումը օրգանիզմ կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացնող իրավիճակներին, իսկ անտանելիությունների դեպքում դա ավելի կառավարելի իրավիճակ է եւ որոշակի առումով մենք կարողանում ենք տվյալ սնունդը օգտագործել երեխայի սննդակարգում։ Ձեր երեխան ունի լակտոզի կամ գլյուտենի անտանելիություն, կամ գուցե այդպիսի մարդիկ կան ձեր շրջապատում։ Այո, իմ երեխան ունի եւ լակտոզի եւ գլուտենի անտանելիություն։ Ոչ մի բանի հետ կապված խնդիր չունի։ Շրջապատում էլ չեմ հանդիպել։ Եվ աշխատանքի բերումով եւ շրջապատում շատ եմ ճանաչում երեխաներ, որ ունեն։ Իմ բալիկները չունեն նման խնդիր, բայց շրջապատում ունեմ ծանոթ մարդիկ, որոնց բալիկները ունեն այդ խնդիրը։ Իսկ ինչպես են ողջել, որ ունեն սննդային անտանելիություն։ Դե մայրիկը ընթացքում իրանց հասկացել է, որ բալիկի մոտ ինչ որ մի բան այն չի մարսողության հետ կապված։ Հետազոտությունների արդյունքում անալիզների բարձ է դարձել, որ այդ խնդիրը ունեն բալիկները։ Սննդային փորձարկման հետևանքով, այսինքն կար մաշկային ցան, որից ակնհայտ չէր ինչից էր, եւ սննդային փորձարկման հետևանքով հասկացվեց, որ եւ լակտոզից է եւ գլյուտենից։ Շատերը չեն էլ պարզում, հաճախ ենթադրում են կամ ինչ որ հարևանի, բարեկամի արդեն ախտորոշված երեխայի նմանությամբ, համարում են, որ իրանց երեխան էլ ունի անտանելիություն կամ լակտոզայից կամ գլյուտենից ու ուղղակի վերացնում են դա երեխայի սննդակարգից առանց ընդհանրապես հետազոտելու երեխային։ Այս կամ այն տեսակի սննդի օգտագործման ժամանակ առաջացել է համապատասխան ախտանշաններ եւ միևնույն ժամանակ արյան քիմիական հետազոտություն են անցել եւ պարզել են, որ այո, իրենք իսկապես ունեն դա։ Հաճախ ծնողները երեխաների գանգատի հիման վրա ենթադրում են, որ երեխան կարող է ունենալ լակտոզայի կամ գլյուտենի անտանելիություն, դրանից կախված կամ միանգամից հանում են տվյալ սնունդը երեխայի ռացիոնից, կամ որոշակի անհատների խորթով կամ համացանցից օգտվելով կատարում են որոշակի արյան քննություններ, հաճախ լակտոզայի անտանելիության գենետիկ քննությունն է, որը որ գալիս է դրական, սակայն ուզում եմ այստեղ նշել, որ լակտոզայի անտանելիության գենետիկ քննությունը մեր համար վերջնական ախտորոշման հիմք չի հանդիսանում, հաշվի առնելով այն փաստը, որ դա կարող է շատ անհատների մոտ լինի դրական, սակայն իրենց անտանելիությունը դրսևորվի այդ հաստատումից մի քանի տարիներ անց։ Հետևաբար շատ կարևոր է այստեղ նաև ծնողներին իրազեկել, որպեսզի գանգատների դեպքում դիմեն բժիշկի եւ բժիշկի կողմից ուղղորդված հետազոտություններ կատարեն, հաշվի առնելով, որ երեխաների աճի զարգացման համար բազմազան սննդակարգը շատ կարևոր է։ Սննդային անտանելիության մասին խոսելիս հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ ասում են. մի ժամանակ, երբ երեխաները ուտում ու խմում էին ամեն ինչ, իսկ ծնողները ոչինչ չգիտեին այդ խնդիրների մասին, ոչ մի բան էլ չէր լինում։ Համարձակվում եմ ենթադրել, որ լինում էր այն, ինչ պետք է լինի այս խնդիրների դեպքում։ Պարզապես մարդիկ դա վերագրում էին այլ բաների։ Թեման կզարգացնենք մանկական գաստրոենտերոլոգ Տաթև Շահինյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք արդեն լսել եք մեր քննարկման այն հատվածը, երբ ծնողները պատմում էին իրենց պատմությունները ու փորձում էինք մեր ունեցած տեղեկատվության չափով ուրվագծել երևույթի սահմանները։ Բայց մենք կարիք ունենք մասնագիտական սահմանման ու ձևակերպման, ինչ է ի վերջո սննդային անտանելիությունը։ Սննդային անտանելիությունը դա շատ լայն հասկացողություն է։ Բոլորս էլ գիտենք, որ սնունդը տարբեր բաղադրամասեր ունի։ Այն կազմված է շաքարից, սպիտակուցից, ածխաջրատներից։ Հիմնականում, եթե խոսում ենք ալերգիայի մասին, ապա մենք ի նկատի ունենք սննդի սպիտակուցը, օրինակ կովի կաթի սպիտակուցը, պետք է նաև հասկանանք, որ գլյուտենը նույնպես սպիտակուց է, որը պարունակվում է տարբեր հացահատիկների մեջ։ Այլ բաղադրամասը շաքարը, շաքարի նկատմամբ նույնպես առաջանում է անտանելիություն, սակայն եթե ալերգիայի եւ քրոնիկական հիվանդության դեպքում, ինչպիսին է ցելիակիան, որպես գլյուտենի անտանելիություն, իմունային համակարգն է ընդգրկված, ապա շաքարի անտանելիության ժամանակ աղու լորձաթաղանթում նվազում է համապատասխան ֆերմենտի քանակը կամ բացակայում այդ ֆերմենտը եւ
մարսողությունը ճիշտ կերպով չի իրականացվում։ Այսինքն ամփոփելով սա լայն հասկացողություն է, շատ հաճախ ծնողները հանրությունը խառնում են այդ հասկացողությունը, օրինակ կովի կաթի դեպքում, երբ որ կա եւ սպիտակուց, եւ շաքար, բոլոր սիմպտոմները վերագրում են միայն շաքարին, անտեսելով օրինակ սպիտակուցի նշանակությունը եւ իմունային համակարգի ռեակցիան սպիտակուցի նկատմամբ, իսկ գլուտենի դեպքում չեն զանազանում անցողիկ ալերգիան գլուտենի սպիտակուցի նկատմամբ, որը անցնում է մոտավորապես 2 տարեկան եւ մեծ բարիկների կողմից եւ ցելիակիա հիվանդությունը, երբ իմունային համակարգի պատասխանը այլ է եւ այն ցավոք սրտի պացիենտների հետ է ամբողջ կյանքի ընթացքում։ Դուք ասացիք, որ սահմանները երբեմն շատ հեղեղուկ են եւ դժվար է տարբերակել, բայց ինչու է կարեւոր այդ սահմանների իմացությունը եւ ենթադրում եմ, որ ծնողները ինքնուրույն չեն կարող այդ սահմանները գծել, մասնագիտական օգնություն է պետք, ինչ կտա հստակ գիտակցումը, սահմանումը եւ ձևակերպումը այս երևույթը ալերգիա է, անտանելիություն է, թե որևէ այլ ախտորոշում։ Մեծ մասամբ մեկ սննդային անտանելիություն կարող է ուղեկցվել մեկ այլ անտանելիությամբ։ Օրինակ, ցելիակիա հիվանդության ժամանակ կարող է լինել երկրորդական լակտոզ շաքարի անտանելիություն, որը որ ցելիակիա հիվանդության բուժումից հետո վերանում է։ Ալերգիան, ինչպես ասվեց, դա անցողիկ վիճակ է։ Լակտազային անբավարարությունը երեխաների շրջանում հազվադեպ է, որպես բնածին հիվանդություն դա լինում է մեկի մոտ 60,000 նորածիններից, բայց որպես մեծահասակի տիպի լակտազային անբավարարություն այն զարգանում է դպրոցահասակ տարիքում։ Այս բոլոր վիճակները ունեն ախտորոշման տարբեր մեթոդներ եւ համապատասխանաբար բուժման տարբեր մեթոդներ։ Երբեմն ծնողները բացառում են կաթնամթերքը շատ երկար ժամանակ անհիմն, չգիտակցելով, որ այս վիճակը անցողիկ է եւ որոշակի տարիքից հետո համապատասխան մասնագետին դիմելով ներ են մուծում սպիտակուցը բժշկի հսկողությամբ եւ վեր են ստուգում օրգանիզմի պատասխանը, արդյոք առաջացավ պատասխան, թե իմունային համակարգը արդեն բավականաչափ հասուն է եւ ճիշտ կերպով է պատասխանում սպիտակուցին։ Մյուսը օրինակ կաթնաշաքարի անտանելիությունը։ Այն կարող է լինել դեղաչափ կախյալ, դոզակախյալ։ Կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն մարսում կաթնաշաքարը եւ կան մարդիկ, որոնք մարսում են, բայց քիչ քանակներով։ Զրկանքային սննդակարգը մեզ զրկում է ոչ միայն կաթնաշաքարից, այլ մեզ զրկում է մի շարք վիտամիններից, միկրոէլեմենտներից, եւ եթե մեր օրգանիզմը ունի տանելիություն որոշակի քանակի համար, ապա ինչու ամբողջապես զրկել։ Բայց կան իհարկե հիվանդություններ, երբ պետք է ամբողջապես զրկել, բացառել եւ խստորեն հետևել սննդակարգին։ Օրինակ ցելիակիայի դեպքում գլուտենը բացառում ենք ոչ միայն սննդում, այլ նաեւ մեր ծնողները շատ քաջ տեղյակ են, կան սննդային հավելումներ, կան դեղորայքային պատիճներ, կան այսպես կոչված գլուտենի թաքնված աղբյուրներ։ Դա նույնպես վերաբերվում է կովի կաթի սպիտակուցի ալերգիայի դեպքում ոչ միայն պետք է կաթնամթերքը բացառենք, այլ նաև թաքնված աղբյուրները, օրինակ շոկոլադը, թխվածքաբլիթքը եւ այլ պատրաստուկներ, որոնք նույնիսկ փոքր քանակով պարունակում են այդ սպիտակուցը, քանի որ հատկապես եթե ռեակցիան ծանր է, անհապաղ է, նույնիսկ առաջացրել է վերակենդանացման բաժանմունքում բուժման անհրաժեշտություն, դա կարող է կրկնվել։ Նշանակում է, որ պետք է խիստ հետևել։ Առաջարկում եմ քննարկումը շարունակենք ծնողների հետ, խնդրեմ համեցեք։ Հարգելի ծնողներ, հաղորդման այս հատվածում առաջարկում եմ խաղ խաղանք։ Դա թույլ կտա մեզ մի փոքր ստուգել մեր գիտելիքները, նաև վերհանել մոտեցումներ, կարծրատիպեր այս երևույթների նկատմամբ եւ իհարկե լսել մասնագետի պարզաբանումները։ Պետք է խնդրեմ, որ վերցնեք ճիշտ է եւ սխալ է գրություններով վահանակները եւ ուշադիր լսեք մեր նախապատրաստած պնդումները։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Երեխայի փքվածության զգացողությունն ու գազերը վկայում են, որ նա զգայուն է կաթի կամ ցորենի նկատմամբ։ Ճիշտ է, թե սխալ է այս մոտեցումը։ Բոլորն ասում են սխալ է։ Երևի նկատի ունեն, որ ոչ միշտ է այդպես։ Շատ ուրախ եմ,
որ դուք գիտեք, որ այո, իսկապես, եթե կա փքվածություն, դա կարող է լինել անտանելիության տարբեր տարատեսակներ, թե սպիտակուցի, թե շաքարի նկատմամբ եւ այո, պետք է պարզել պատճառը։ Շատ լավ։ Գլուտեն եւ լակտոզ անտանելիությունն ուղղակիորեն կախված են երեխայի ընդունած սննդի քանակից։ Բոլորն ասում են սխալ է։ Այո, ծնողները իրավացի են, որովհետև լակտոզի անտանելիության դեպքում է, որ քանակից կախված են ախտանիշների արկայությունը եւ դա նույնպես ինդիվիդուալ է, կան մարդիկ, որոնք որոշակի քանակ կաթնաշաքարի տանում են, իսկ կան մարդիկ, որ ունեն բացարձակ անտանելիություն եւ նույնիսկ ստիպված են պիտակները կարդալ, որպեսզի բացառեն։ Գլուտենի դեպքում դա շատ ավելի բարդ է։ Եթե կա անհապաղ տիպի ռեակցիա, ալերգիա, ապա պետք է ամբողջությամբ բացառել։ Եթե ունենք ցելիակիա, ապա պետք է ամբողջությամբ բացառել։ Եթե մենք ունենք այսպիսի մի իրավիճակ, որը կոչվում է ոչ ալերգիա, ոչ ցելիակիա, գլուտենային անտանելիություն, այդ դեպքում հնարավոր է, որ լինի դոզակախյալ որոշակի քանակով տանելի, այո։ Հաջորդ հարցը կամ պնդումը, երեխայի անհանգստության սննդային անտանելիության պատճառը միշտ կարելի է պարզել տնային փորձերով։ Թող չուտի կտեսնենք սկզբունքով։ Հաստատ նմանատիպ հորդորներ լսած կլինեք։ Իրավացի են մեր ծնողները, այս պնդումը միգուցե կարող է լինել եւ աշխատել միմիայն լակտոզի անտանելիության դեպքում, երբ բուժական ախտորոշիչ մեթոդներից մեկն է 1 ամիս բացառել կաթնաշաքարը եւ հսկել, սակայն երեխաների հատկապես շրջանում եւ թե մեծահասակների լակտազային անբավարարությունը կարող է լինել երկրորդական, այսինքն կա մեկ այլ պատճառ, մեկ այլ հիվանդություն, քրոնիկական հիվանդություն, որը բերել է երկրորդային կաթնաշաքարի անտանելիության։ Այսինքն սխալ է այս պնդումը, եթե ասենց գլոբալ վերցնենք եւ ճիշտ կլինի դիմել բժշկի։ Այստեղ մի փոքր շեղվենք խաղի ընթացքից կարևոր հարց է ծագում։ Պետք է խնդրեմ, որ նկարագրեք լակտոզ եւ գլուտեն անտանելիության ախտորոշման ընթացակարգն ինչպիսին է։ Եկեք սկսենք գլուտեն անտանելիությունից։ Իմունային համակարգը տարբեր ձևով կարող է արձագանքել այդ սպիտակուցին։ Դա ցորեն, աշորա եւ գարի հացահատիկներում պարունակվող սպիտակուցն է։ Եթե ի հայտ է գալիս ալերգիկ ռեակցիա, որը իմունոգլոբուլին E միջնորդված է, ապա կարող է լինել օրինակ ցանավորում, այտուցներ, փոլուծություն, տարբեր տեսակի փսխումներ եւ այլն։ Եթե դա քրոնիկ հիվանդություն է, ապա այդ հիվանդությունը անվանում են քամելեոն։ Ինչ է դա նշանակում։ Այն ընդունում է հազարավոր հիվանդությունների տեսք։ Օրինակ, փոլուծություն, փորկապություն, անբավարար քաշի ավելացում եւ ճարպակալում, կարող է լինել ցանավորման տարբեր տեսակներ, սկսած եղնջացանից, ալերգիկ ցանից եւ վերջացրած օրինակ պսորիատիկ տիպի փոփոխություններից։ Կարող է դրսևորվել հոդաբորբով, մազաթափությունով, անպտղության պատճառներից մեկը լինել։ Այս դեպքում իրականացվում են մի շարք արյան հետազոտություններ, դրանք շրջաբանական հետազոտություններ են, պարզելու համար, թե իմունիտետը ինչ կերպով է արձագանքում սպիտակուցին։ Եթե ախտորոշվում է ալերգիան, բարի, եթե ոչ, ցելիակիայի դեպքում շարունակում ենք արդեն էնդոսկոպիկ հետազոտությամբ, երբ իրականացվում է էնդոսկոպիա, լորձաթաղանթից վերցվում է մասնիկ, որը մանրադիտակի տակ ուսումնասիրվում է եւ պարզվում է արդյոք լորձաթաղանթը 12 մատնի աղու վնասված է եւ ինչ աստիճանով է վնասված։ Դա ոսկե ստանդարտն է ցելիակիա հիվանդության ախտորոշմանը։ Եթե մենք ունենք ոչ ալերգիա, ոչ ցելիակիա, սակայն գլուտենի անտանելիություն, ապա մենք առաջի հերթին պարտավոր ենք ժխտել ալերգիան եւ ցելիակիան վերնշված բոլոր մեթոդներով, ապա միջազգային բժշկության մեջ իրականացվում է այսպես կոչված կրկնակի կույր մարտահրավեր համապատասխան սննդամթերքով։ Երբ որ ոչ պացիենտը, ոչ իրեն մատուցող բուժքույրը չգիտեն, թե ինչ տեսակի սպիտակուց է պարունակվում այս օրինակ սրվակում կամ սկուտեղում, իսկ պացիենտը օգտագործելուց հետո նշում է, որ այս համարակալած ենթադրենք, սրվակի միջինը օգտագործելուց հետո ես ունեցա սիմպտոմներ։
Հետո համեմատում ենք եւ հասկանում ենք կա անտանելիություն թե ոչ։ Լակտոզի անտանելիության ախտորոշման համար առաջինը շատ կարևորը դա դիտարկումն է, օրինակ ծնողները հաճախ նշում են, որ իմ բալիկի մոտ կաթնամթերք օգտագործելուց մի որոշ ժամանակ հետո ի հայտ է գալիս մեծ քանակությամբ գազեր, որը վայնացավ, որը տեղակայված է պորտի շուրջ կամ պորտից վար, կարող է լինել փոլուծություն։ Սա մեկ, հաջորդը ոսկե ստանդարտ համարվում է շնչառական տեստը լակտոզով։ Առանձնացված լակտոզը մատուցվում է պացիենտին, ապա 30 րոպեն մեկ նա արտաշնչում է հատուկ պարկի մեջ եւ սարքը որոշում է, թե ինչքան ջրածին է արտաշնչել։ Եթե ջրածնի քանակը շատանում է որոշ ժամանակահատվածի ընթացքում, դա վկայում է լակտոզի անտանելիության մասին։ Շատ լավ, վերադառնանք մեր խաղին, այսպիսի պնդում սննդային անտանելիությունը կարող է անցնել ինքնուրույն առանց որևէ բուժման կամ սննդային սովորությունների փոփոխության։ Ճիշտ է, թե սխալ է այս մոտեցումը։ Երկու տարբերակն էլ կա։ Իհարկե մեծ կապ ունի, թե որ սննդային անտանելիության մասին է խոսքը, լավ։ Եթե դա օրինակ երկրորդական լակտազային անբավարարությունն է, ենթադրենք երեխան սուր աղիքային վարակ ունեցավ, հետագա 2 շաբաթվա կամ 1 ամսվա ընթացքում դժվարությամբ է մարսելու կաթնաշաքարը, քանի որ լորձաթաղանթը ժամանակավոր է վնասված, հետագայում այն վերականգնվելու է եւ աստիճանաբար դա կվերանա։ Բայց եթե մենք խոսում ենք օրինակ կյանքին վտանգ սպառնացող ալերգիայի մասին, մենք պարտավոր ենք մինչև որոշակի տարիք ամբողջությամբ բացառել սննդամթերքը, ապա նույնիսկ եթե մենք այններ ենք մուծում, դա կատարվում է բժշկի հսկողության ներքո, քանի որ կարող է բերել ծանր հետևանքների։ Ցելիակիայի դեպքում ախտորոշեցինք, մեկ անգամ ենք ախտորոշում, ապա մենք պարտավոր ենք խիստ ծննդակարգ պահպանել ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ իրավացի եք եւ սխալ եք երևի, դա իհարկե կապված է կոնկրետ դեպքից։ Այո։ Կարծում եմ կարող ենք համարել, որ հաջողությամբ անցանք այս փուլը, մեր ծնողները ցուցաբերեցին իրենց տեղեկացվածության բարձր մակարդակը, ինչը շատ գովելի է, եւ վստահ եմ, որ ձեր պարզաբանումները մտածելու տեղիք եւ շատ տեղեկատվություն տվեցին նաեւ մյուս ծնողներին, ովքեր մեզ դիտում են։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր մեզ հետ էիք։ Իսկ թե ինչու դիմել բժիշկ դիետոլոգին երեխայի սննդային անտանելիության պարագայում կպարզենք հաջորդիվ։ Սննդային անտանելիություն ախտորոշումը լսելուց հետո ծնողների մտքում առաջանում են տարաբնույթ հարցեր։ Ինչ պետք է անել, ինչպես չվնասել, ինչպես ապահովել երեխայի լիարժեք սնուցումը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար հաճախ մի քանի մասնագետի աջակցության կարիք է լինում։ Հիմնական դերակատարումը մանկաբուժինն է, որոշ դեպքերում գաստրոենտերոլոգին է, իսկ եթե կան զուգակցող հիվանդություններ, ներգրավվում են նաև նեղ մասնագետներ։ Այս թիմին միանում է նաև բժիշկ դիետոլոգը, երբ ընտանիքը դժվարանում է կազմել երեխայի սննդակարգը։ Ծնողների համար երբեմն մեծ խնդիր է երեխայի սննդակարգում սահմանափակված մթերքների փոխարինումը այլ սննդատեսակներով։ Դիետոլոգի աշխատանքը սննդային անտանելիության դեպքում մի քանի փուլերից է կազմված։ Եթե արդեն ախտորոշումը դրված է եւ մենք ունենք օրինակ գլուտենի նկատմամբ անտանելիություն կամ լակտոզի նկատմամբ անտանելիություն, ապա դիետոլոգի դերը այս փուլում այն է, որ կազմել սննդակարգ երկարաժամկետ ժամանակահատվածով, որպիսի այն կազմված լինի բոլոր սննդատեսակներից, որոնք անհրաժեշտ են երեխային եւ թաքնված թեկուզ վտանգները, որոնք կարող են լինել այլ սննդատեսակների մեջ, այստեղ ներառված չլինեն։ Հետագա փուլերում նաև, եթե մենք որոշակի սննդակարգ արդեն սովորել ենք մայրիկի հետ ինչպես պետք է լինում մի քանի անգամ փոփոխել, որովհետև երեխաները փոխում են իրենց նախասիրությունները, սկզբում լավ ուտում են ինչ-որ մի մթերք, հետո փոխում են դա չեն ուտում, պարբերաբար մայրիկներին անհրաժեշտ է լինում թարմացնել սննդակարգը։ Սննդային սովորույթների փոփոխությունները երբեմն գրեթե անիրատեսական են, երբ երեխաներին չեն աջակցում ընտանիքի բոլոր անդամները։ Երբ ընտանիքի անդամները ստեղծում են անվտանգ միջավայր եւ երեխային մշտապես չեն ասում, սա քեզ չի կարելի, այս ուտելիքը քեզ կարող է վնասել, մի կեր կամ նմանատիպ այլ արտահայտություններ, երեխան չի ունենում տագնապի զգացողություն, չի վախենում ուտելուց եւ միևնույն ժամանակ ավելի հեշտ է ընդունում սահմանափակումները։ Ապահով միջավայրը նաեւ երեխայի եւ ծնողների վստահության վրա հիմնված հարաբերություններն են։
Երբ երեխան չի վախենում խոսել իր դժվարությունների մասին, կարողանում է ազատ տալ իրեն հուզող հարցերը։ Բոլոր ժամանակակից ուղեցույցերում խորհուրդ է տրվում սննդային սովորությունները, սննդակարգերը փոխել աստիճանաբար, ավելի մեղ, ոչ կտրուկ, ոչ խիստ մեթոդով, որովհետև դրանք եւ երկարաժամկետ հնարավոր չի լինում պահպանել, եւ նաեւ երեխայի մոտ կարող են առաջացնել հոգեբանական խնդիրներ։ Առհասարակ խիստ սահմանափակումները հիմնականում բերում են հետագայում եւ պորտկման, եւ նաեւ մայրիկներին ավելի շատ են հյուծում։ Իսկ այստեղ շատ կարեւոր է մայրիկի հյուծված չլինելը, որովհետև սննդակարգին հետևելը եւ երեխայի մինչեւ ավելի մեծահասակ դառնալը պետք է լինելու աջակցություն սննդակարգը ավելի ճիշտ կառուցելու համար։ Սննդային անտանելիությունը գրեթե միշտ ամբողջ կյանքի համար է, սակայն դա չի նշանակում, թե երեխայի կյանքի որակը պետք է փոխվի։ Սահմանափակումներին զուգահեռ երեխան կարող է ունենալ բազմազան եւ բալանսավորված սննդակարգ։ Հաճախ ծնողները խուսափում են երեխաներին տանել տարբեր միջոցառումների, մտավախություն ունենալով, թե կուտեն այնպիսի մթերք, որը բացառված է սննդակարգից։ Այս մոտեցումը տարանջատում է երեխաներին հասարակությունից։ Դիետոլոգի հետ խորհրդակցելը եւ նման իրավիճակներից ելք գտնելու հմտությունները զարգացնելը կարող են օգնել, որպեսզի թե ծնողները, թե երեխաները հասկանան, որտեղ ու ինչ կարելի է ուտել, ինչ չափով կարելի է թույլ տալ խախտումներ։ Յուրաքանչյուր երեխա անհատականություն է։ Ընդամենը պետք է կազմել հարմար սննդակարգ, որից չի տուժի առողջությունը, իսկ երեխան կսոցիալիզացվի եւ կապրի լիարժեք կյանքով։ Դե ինչ հարգելի ծնողներ, մեր այս քննարկումը ամփոփելու ժամանակն է եւ ես ուզում եմ որպեսի ձևակերպեք այն կարևոր մոտեցումները, որ այսօր տանում եք ձեզ հետ մեր տաղավարից եւ այն եզրահանգումները, որոնց դուք եկել եք ձեր ծնողական փորձից ելնելով, եւ որ խնդրեմ։ Հիմնական բաներից մեկը, որ ես վերցրեցի, դա նա, որ ինքնուրույն չներմուծել կամ ինքնուրույն չբացառել ինչ-որ սննդամթերքներ, այլ բժշկի հետ խորհրդակցել եւ իսկապես ինչ-որ հաստատում ստանալ, որից հետո արդեն կարող եք ինչ-որ բաներ բացառել կամ ավելացնել սննդակարգում։ Որովհետև մեր սխալվելու հավանականությունը ու տիրույթը շատ մեծ է, մենք կարող ենք այս ինքնագործունեության պատճառով վնասել երեխային ավելի։ Իսկապես։ Շատ լավ, խնդրեմ։ Ես կխնդրեի եւ կհորդորեի ծնողներին, որպեսզի այս խնդիրը չդարձնեին գաղտնիք, չթաքցնեին մյուսներից, որովհետեւ ինչքան շատ մարդիկ գիտեն, ունեն ինֆորմացիա, որ երեխան ունի խնդիր, այդքան երեխան ապահովագրված է։ Երեխային նույնպես չտալ գիտակցություն, որ դու ունես գաղտնիք, դա սովորական ալերգիա է կամ անտանելիություն է, որի հետ կարելի է ապրել, կարելի է սովորել դրա հետ ճիշտ քայլել։ Կուզեմ լրացնեմ մայրիկին, որ պետք է նաև ցանկացած խնդիր չբարթույթավորել եւ կոմպլեքս չդարձնել երեխայի համար, այլ միգուցե տվյալ խնդիրը բացատրենք, որ նրա առանձնահատկությունն է, որպեսզի երեխան շրջապատում իրեն ավելի հանգիստ եւ հարմար զգա։ Շատ լավ, երեխային չբարթութավորենք։ Այո, կարևոր է հասկանանք երեխային, նաև երեխայի մեջ փոքրուց, եթե դեռ փոքրուց է ախտորոշվել, սերմանենք, որ կա ախտորոշում, չենք կարող փախչել, չենք կարող ոչինչ անել, հատկապես եթե լուծելի չի, ամբողջ կյանքի համար է։ Ճիշտ ուղու վրա դնենք եւ երեխաներին, եւ ծնողները իրենցով ու փորձենք այնպես անել, որ երեխաները իրենք իրենց գիտակցության մեջ ունենան, եթե կա խնդիր, ուրեմն մենք ապրում ենք այս կյանքով, այս կարգավիճակում դժվար է իհարկե պատկերացնելը, թե ոնց կարելի է այդպես, բայց իմ սեփական փորձից ասեմ, որի մեջ արդեն 7 տարի է ապրում եմ, հնարավոր է, անհնար չէ։ Պարզապես պետք է աշխատենք ծնող երեխա, բժիշկ, երբեմն նաև հոգեբան, այս կապը միշտ պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել, որովհետև գիտենք ճգնաժամային տարիքներ ունենք, որ նաև անդրադառնում է այս ապրելակերպին, բարդացնում է երբեմն, բայց պատկերացրեք, որ հնարավոր է, շատ դժվար, բայց հնարավոր է։ Այսինքն կարող ենք եզրակացնել, որ թե ծնողից եւ թե երեխայից պահանջվում է այն գիտակցումը, որ այս անտանելիությունների հետ ապրել հնարավոր է եւ պետք է պարզապես գիտակցես, որ իրավիճակը կառավարողը դու ես։ Պետք է գիտակցեն երեխաները իրենք էլ։ Այսօր քննարկված թեմայի շուրջ շատ է աղմուկը, շատ են խորհուրդները, բայց երբեմն չկա հստակություն։ Լավ նորությունն այն է, որ սննդային անտանելիությունը խուճապի պատճառ չէ։ Պարզապես պետք է հասկանալ խնդիրն ու յուրացնել այն կառավարելու կանոնները։ Երեխայի առողջ սնունդը ոչ թե իդեալական ճաշացանկի, այլ ուշադրության, հավասարակշռության եւ մասնագետների հետ համագործակցության մասին է։ Իսկ ճիշտ տեղեկացված ծնողը ճանապարհի կեսն արդեն անցել է։
Հարգելի ծնողներ, շնորհակալ եմ շատ, ուրախ եմ, որ այս ճանապարհը անցնելու ձևերը գիտեք, ուժը ունեք եւ վստահ եք, որ կարող եք օգնել ձեր երեխաներին։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։